Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը երգիչ դերասան Սուրեն Պողոսյանն է։ Բարև ձեզ, Սուրեն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Զրույցը ուզում եմ սկսենք ձեր գործունեության սկզբից։ Ավելի ճիշտ ոչ թե սկզբից, այլ վերադառնանք մանկության տարիներ, սովորաբար ասում են դերասան ծնվում են, այլ ոչ թե դառնում։ Ձեր դեպքում ինչպես էր։ Ինչպես հասկացաք, որ ունեք այդ շնորհը եւ ինչպես եղան ձեր առաջին քայլերը։ Իմ մոտ կլասիկան աշխատել է, ինչպես ասում են, ձեր նշած, որովհետև իրոք փոքր տարիքից դեռ երբ որ չէի էլ մտածում թե ինչ եմ դառնալու, ավտոմատ ամեն ինչ գնացել է հենց այս ուղղությամբ, որովհետև միշտ նախ ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ իմ ուսուցիչների հետ, միշտ, եւ նրանք մինչ օրս գալիս են իմ ներկայացումներին, ֆիլմերի պրեմիերաներին եւ այլն։ Ու ուրեմն ուսուցիչ, որը միշտ է հիշացնում այն, ասում է, հիշում ես, երբ որ առաջին դասարանի քո ծնունդին հարցրեցինք ինչ ես դառնալու, ասացիր երկող դերասան։ Դեռ շատ միամիտ է բնականաբար դա եղել, այդ ժամանակ տենց չէի խորացել հաստատ թե ինչա լինելու, որովհետև դեռ բեմել չէի բարձրացել, այդպիսի հնարավորություն չէր եղել։ Բայց երևի ներսում ինչ որ բան հուշում էր, որ դա լինելու է, եւ այդպես էլ սկսվեց ու այդպես էլ շարունակվեց հենց դպրոցից, ուսուցիչները այդպես տարբեր նկատում էին ունակություններ երգելու, խաղալու ու միշտ դերեր էի ստանում, շատ առաջին պլանի դերեր էի ստանում, ստացվում էր ինձ մոտ, ասում էին դրա համար շարունակական բնույթ էր դա կրում։ Հետաքրքիր ընտանիքի անդամներից որևէ մեկը այս ասպարեզում է թե ոչ։ Չէ, ընտանիքի անդամներից եւ ոչ մեկ ասպարեզի նույնիսկ մոտ չի։ Եվ նույնիսկ սկզբում, երբ որ արդեն այս ճանապարհն էի որոշել ընտրել, կար հակասություններ կարծիքների, հայրս այդքան էլ կողմ չէր, չի ասի, որ դեմ է եղել, բայց այդքան էլ կողմ չէր ի սկզբանե, բայց ժամանակի ընթացքում հասանք նրան, որ նաև հիմա շատ սիրով ու շատ հաճույքով սպասում էին պրեմիերաներին ու գալիս է առաջինը նայելու։ Կարծում եմ այդ ժամանակահատվածում այն մենթալիտետներ ճակերտավոր ասած խոսում, որ դերասանը ինչ գումար պետք է վաստակի կամ տղան պետք է դառնա անպայման բժիշկ, իրավաբան եւ այլն ճարտարապետ։ Կամ օդաչու։ Հա, կար այդ մենթալիտետը եւ այնպես չի, որ շատ մեծ իրականությունից հեռու բաներ դա, կար դրա մեջ ինչ որ չափով իրականություն, բայց հա, իրականում կարծում եմ չկա դերասան, ով չի անցել այդպիսի этаպով։ Օրինակ մենք կամերային թատրոնում ունենք ներկայացում, հենց կուլիսներում կամ թատրոնի անատոմիայի կոչվում եւ մենք խոսում ենք դերասանների կյանքի մասին։ Այդտեղ նույնիսկ այդպիսի մի հատված կա, որ ասում ենք չկա դերասան, ով չի անցել այդպիսի իրավիճակով, որ տանը ասել են ինչ ես ուզում դառնալ, ասել է դերասան, ասել են ինձ թված բիզնեսմեն։ Ինձ թվում պարտադիր է դա, պարտադիր պայման է, դա պետք է հաղթահարել։ Եթե կա իրոք ներսից ինչ-որ բան, այդ ամեն ինչը խոչընդոտ չի կարող հանդիսանալ։ Սուրեն, հետաքրքիր է ինչով է պայմանավորված այս դեպքում դերասանի մասնագիտության հանդեպ որոշակի առումով կարծրատիպային մոտեցումը։ Գիտեք, որովհետև կարծում եմ դերասանի մասնագիտությունը նախ շատ խորը մասնագիտություն է։ Եվ առաջին հայացքից ուղղակի այսպես նայելով երբեմն գուցեև շատ նորմալ է, որ մարդիկ չեն ընկալում այդ մասնագիտության խորությունն ու բարդությունը, որովհետև մենք երբ որ նայում ենք էկրաններով ու մեր սիրած մարդիկ, սիրած դերասանները խաղում են ինչ-որ կերպարներ, մեզ թվում է, որ դա շատ հեշտ է, բայց իրականում դերասանը անցնում է շատ երկար ճանապարհ այդ կերպարը կերտելու համար, մանավանդ երբ որ դա արված է լինում լավ, եթե դրանք նույնիսկ կլասիկայից են, ոչ թե հորինված կերպարներ են, օրինակ նոր, դա էլ ավելի բարդացնում է իրավիճակը, որովհետև պետք է գտնել այդ ժամանակաշրջանը, ուսումնասիրել, գտնել կերպարի խորությունը եւ այլն, այսինքն շատ մեծ դժվարություններ կան, որոնք որ առաջին հայացքից շատ նորմալ է, որ հանդիսատեսը չի տեսնում ու չի հասկանում։ Մեր օրերում կարծես հատկապես վերջին շրջանում շատ են քննարկվում դերասանների ներգրավվածությունը այս կամ այն նախագծերին, բլոգերների ներգրավվածությունը դերասանների հետ նույն հարթության վրա։ Մի մասը նշում է, որ պարտադիր չի դերասանը ունենա մասնագիտական կրթություն, շնորհը բավական է։ Դուք վստահ եմ եւս բախվել եք նմանատիպ խոսակցությունների, հետաքրքիր է ձեր կարծիքը այս առումով։ Բարդ թեմա է իրականում, իրոք շատ քննարկված թեմա է։ Ես կարծում եմ, որ իրոք մեր ասպարեզը տարբերվում է նրանով, որ տաղանդը գուցեև ինչ-որ դեպքերում շատ ավելի կարևոր է։ Բայց
Ես չեմ ընդունում նաև այն փաստը, որ շատ մարդիկ կարծում են, որ մեր մասնագիտության մեջ ուսումը եւ կրթություն ստանալը այդքան էլ կարեւոր չէ, որ կարելի է ուղղակի վեր կենալ ու ինչ-որ բան անել եւ դա կլինի լավ։ Իհարկե կան դեպքեր, կան բացառություններ, չի կարելի դա ժխտել, որ մարդիկ, ովքեր չունեն կրթություն, բավականին լավ կարողանում են աշխատել որպես հավասարի եւ թատրոններում եւ ֆիլմերում մենք ունենք այդպիսի օրինակներ ոչ միայն այս ժամանակաշրջանի, այլ նաև բավականին առաջ տարիների եւ դա նշանակում է, որ չի կարելի բացառել ոչինչ։ Կան մարդիկ, ովքեր ունեն իրոք տաղանդ, չի ստացվել, չունեն կրթություն, բայց ինչ որ մի պահից եկել են դրան ու առավել կարեւոր է, որ այդ մարդիկ հետո աշխատեն իրենց վրա ու զարգանան, որովհետեւ ուղղակի ունենալ տաղանդը դա կարող է յուրաքանչյուրը ունենալ, բայց պետք է զարգանալ, պետք է աշխատել այդ ուղղությամբ, մանավանդ երբ որ դա մեկ անգամյա ուղղակի այտենց հետաքրքրության համար աշխատանք չի արված, որ ուղղակի մտնես ինչ-որ պրոյեկտում մեկ անգամ երևաս ու երազանք կատարես, այլ եթե որոշում են շարունակել, մենք իրոք ունենք այդպիսի մարդիկ, ովքեր կրթություն չունեն, բայց այնքան են աշխատել իրենց վրա, որ հիմա տարիներ առաջվա աշխատանքի հետ բավականին անհամեմատելի է։ Եվ կարծում եմ նաև դաշտում կան մարդիկ, ովքեր որ տեսնում են պատկերը, օրինակ տեսնում են դերասանի, ով տարիներ շարունակ սովորել է, ինքնակրթվել է, մասնակցել է տարբեր պրոյեկտների, ինքնակրթվել եւ ստացել է տարբեր մրցանակներ եւ կան օրինակ մարդիկ, ովքեր պարզապես ունեն TikTok-յան հարթակում կամ Instagram-յան հարթակում ակտիվ հետևորդներ եւ նրանց վստահվում է այս կամ այն նախագծում առաջին դեր որպես, իսկ այն մարդը, որ տարիներ շարունակ տանջվել, սովորել, դերասանի անուն է ձեռք բերել, երրորդական կամ չորրորդական դերում է։ Այս որոշակի առումով նաև խնդիրը ստեղծում է այդ անհավասարությունը։ Չսովորելու եւ չձգտելու խնդիրը ստեղծում է անհավասարությունը։ Կարծում եմ մարդիկ մտածում են ավելի հեշտ է օրինակ զբաղվել հեռախոսով եւ հավաքել հետևորդներ առավոտից երեկո լայվում լինելով, քան օրինակ սովորել։ Հա, կա այդպիսի բան, իրոք կա այդպիսի բան եւ որոշ դեպքերում դրա խորացումը նաեւ մասնագիտության արժեզրկման կարող է տանել, բայց գիտեք դա միայն դերասաններին եւ օրինակ ձեր նշած բլոգերներին վերաբերվող խնդիր չէ։ Դա ավելի խորքային խնդիր է, որովհետեւ օրինակ եթե ես լինեմ ռեժիսոր, ով ինչ-որ գործ է սկսում կամ լինեմ պրոդյուսեր, ով ինչ-որ պրոյեկտ է սկսում, ես միանշանակ առաջնային կմտածեմ իմ պրոյեկտի արժեքի մասին եւ այդ դերի ճիշտ մատուցման մասին, այլ ոչ թե ինչպիսի ֆեյսեր ընտրեմ, որոնք որ ինձ կբերեն դիտումներ, բայց չի կարելի նաեւ չմտնել այդ մարդկանց դրության մեջ, որովհետեւ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ իրոք կարեւոր է ռեյտինգները, որտեղ իրոք կարևոր են այդ թվերը, որոնք գրված են Instagram-յան հարթակներում եւ ոչ միայն Instagram-յան։ Այստեղ երկուստեք իրականում խնդիր կա, երկու կողմից էլ։ Մի կողմը պետք է հասկանա, որ դիմացինի մասնագիտություն է, ու դա իրենց ենթադրում է ուսում, իրենց ենթադրում է աշխատանք եւ ջանք։ Մյուս կողմն էլ երևի թե մեր կողմը ավելի շատ պետք է հասկանա, որ ինչ որ չափով գուցեև մենք պետք է ձեռնարկենք քայլեր լինել տրենդի մեջ, այս ժամանակաշրջանի ինչ որ բաներ իրացնել։ Հասկանալի է ձեր տեսակետը, ինձ հետաքրքիր է նաև ձեր ճանապարհի սկիզբը կամերային թատրոնում։ Ինչպես եղավ, երբ հայտնվեցիք հենց կամերային թատրոնում։ Ես ճիշտ ասած չէի պատկերացնում, որ կգամ երբ որ հարցազրույցի ժամանակ ասեմ դա 10 տարի առաջ էր, բայց տարիները անցնում են։ Դա 10 տարի առաջ էր, երբ ես առաջին անգամ կամերային թատրոնում էի, ես դեռ սովորում էի առաջին կուրսում։ Երբ ինձ եկավ այդ առաջարկը փորձել լինել կամերային թատրոնում, առաջին կուրսի ուսանողի համար դա ֆանտաստիկ մի այտենց երազանքի կատարում էր, որովհետև ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այդքան միամիտ կստացվի իմ հայտնվելը այդ թատրոնում, որովհետև այդ թատրոնը ինձ համար ի սկզբանե եղել է Երևանի լավագույն թատրոններից մեկը, եւ այդպես շատ միամիտ ես հայտնվեցի կամերային թատրոնում Ռոմեո եւ Ջուլիետ ներկայացման մեջ, այդպես մասսայական տեսարաններ էի խաղում, բայց հանուն արդարության նշեմ, որ մեզ մոտ նախ մենք չենք սիրում իրոք մասսայական տեսարանների դերասան արտահայտությունը, որովհետև դերասանը դերասանն է յուրաքանչյուր կերպարի վրա։
ու մանավանդ որ այդ ներկայացման մեջ այդ անսամբլը շատ մեծ գործոն էր, շատ մեծ sense շարժիչ ուժեր, առանց նրանց իրոք ներկայացումը չեր ունենա այն ուժը ու այն ամեն ինչը ինչ որ ուներ։ Եվ այդպես սկսեց ամեն ինչ զարգանալ, այսօր նորից ես կամ հենց այդ նույն ներկայացման մեջ, բայց արդեն կերպարով եւ հետ որ նայում եմ բավականին sense միամիտ ու իրոք անսպասելի է ստացվել իմ մուտքը կամերային թատրոն։ Հետաքրքիր է, ինչ առանձնահատկություն ունի հենց կամերային թատրոնը դերասանի համար։ Այ կամերային թատրոնը ինձ թվում է ունի միայն առանձնահատկություններ, որովհետեւ մեր թատրոնը ինձ համար գիտեք ինչ է, ամեն ասում են թատրոնը երկրորդ տուն է, դա մեր դեպքում իրոք արտահայտություն չի ուղղակի, որտեղ մենք իրոք տանը չենք լինում համարյա, թե լինում ենք միայն թատրոնում։ Կամերային թատրոնի առանձնահատկություններից ամենամեծը երևի թե այն ոճն է, այն ինտերակտիվ հետաքրքիր ձևն է, որը որ այլ թատրոններ չունեն մեր երկրում եւ այդքան մոտ լինել հանդիսատեսին ու այդքան լինել պահի մեջ, այսինքն ամեն ինչ կարող է բեմադրվածից լրիվ հակառակ գնալ, որովհետև ամեն ինչ կախված է մեր հանդիսատեսից, մենք շատ մոտ ենք, մենք իմպրովիզի թատրոն ենք եւ պետքա ամեն ինչին պատրաստ լինել, թե ինչ կարող է փոխվել տեղում։ Դա ինձ թվում է դերասանի համար ամենամեծ տրեյնինգն է, որը կարա լինի շարունակական բնույթ կրող։ Իսկ հետաքրքիր է, ըստ ձեզ ինչի պակաս կա այսօր առհասարակ հայկական թատրոնում։ Ես ուզում եմ նշել, որ հայկական թատրոնը ի տարբերություն տարիներ առաջվա բավականին մեծ զարգացում է ապրում։ Բավականին թեժ կյանքով է ապրում հայկական թատրոնը ու սկսվել է իրոք շատ լավ ժամանակաշրջան իմ տեսնելով թե ինչ է կատարվում։ Իրականում ես բավականին քիչ եմ հիմա հասցնում լինել այլ թատրոններում, մեծ ցավ եմ դա ասում, բայց տեսնում եմ, որ բավականին շատ աշխատանք է կատարվում, ավելի մասշտաբային գործեր են բեմադրվում, ավելի հետաքրքիր ու իրոք լավ առումով կա մրցակցություն արդեն, որովհետև թատրոնները սկսել են նորարարություններ անել, թատրոնները սկսել են հետաքրքիր մտածել ու նաև տեսնելով թե ինչքան լիքը դահլիճներ են թատրոններում, ես կարծում եմ, որ շատ լավ ժամանակաշրջան է հիմա թատրոնի համար ու չի կարող չլինել բացեր, չեն կարող չլինել բաներ, որոնք պակասում են, բայց դրանք հաստատ լրացվում են ու աշխատվում են այդ ուղղությամբ։ Եվ եթե խոսում ենք թատրոնից, անպայման պետք է խոսենք նաև հակառակ ճյուղից, որը այսօր սերիալն է եւ որոշակի առումով քննարկումների, քննադատությունների կիզակետում են հայտնվում սերիալները։ Դերասաններից համենայն դեպս ինձ մոտ շատ են հյուրընկալվել մարդիկ, ովքեր որ նշել են, որ ցանկություն չունեն առհասարակ հայտնվելու սերիալներում, որովհետեւ սերիալների որակը դա հայտարարություն է, հյուր եմ ունեցել, որ ասել է, որ թատրոնը գումարային առումով իրեն ոչինչ չտվեց, այդ պատճառով ինքն ընտրեց սերիալ եւ այսպես տարակարծություններ բավականին շատ են։ Դուք առհասարակ ինչ կարծիք ունեք մերօրյա սերիալների մասին, որտեղ դուք ինքներդ նկարահանվում եք եւ ինչ կարծիք ունեք նաեւ այն դերասանների մասին, ովքեր որ նշում են, որ չպետք է իրենք լինեն սերիալներում։ Գիտեք յուրաքանչյուրը իրավունք ունի ունենալ սեփական կարծիք։ Ես կարծում եմ, որ դերասանները, ովքեր ունեն կրթություն, ովքեր ունեն անցած ճանապարհ, առավել քան պետք է նկարվեն սերիալներում, որովհետև եթե չնկարվեն դերասանները սերիալներում, ապա մենք բախվելու ենք ձեր նախորդ հարցին, որ այդտեղ գալու են եւ այդտեղը զբաղեցնելու են մարդիկ, ովքեր որ չունեն այդ կրթությունը, բայց ցանկանում են լինել էկրանների առջև։ Իսկ էկրանից այն կողմ լինելը դա բոլորս գիտենք, որ համարյա թե 90%-ի ինչ-որ մի շրջանում երազանք է եղել։ Պետք է կարծում եմ նկարահանվել սերիալներում, որովհետև այդ կերպարները, նույնիսկ եթե օրինակ սերիալի սցենարը այդքան էլ հաջող չէ, լավ դերասանը կարող է իր դերը այնպես կերտել, որ հետաքրքիր լինի։ Ես ունեցել եմ այդպիսի փորձ, օրինակ սեփական կարծիքով կիսվել ռեժիսորի հետ, սցենարիստի հետ, ասել թե ինչ եմ ես մտածում, ինչ զարգացում օրինակ ես կպատկերացնեի այս կերպարի համար։ Եղել են դեպքեր, երբ որ ես ինքս պատկերացրել եմ կերպարի ոճը, բնութագիրը ու դա եղել է տարբերվող ռեժիսորից, ու մենք իմ պատկերացմամբ ենք զարգացրել կերպարը ու բավականին այլ կողմ է գնացել։
շատ տարին հետաքրքիր ինչ-որ բան է ստացել։ Այսինքն դերասանի հետ աշխատանքը ամեն դեպքում ռեժիսոր-դերասան աշխատանքը, ճիշտ ռեժիսոր եւ ճիշտ դերասան աշխատանքի մասին է խոսքը, բերում է լավ արդյունքի։ Իսկ եթե չկա այդ աշխատանքը, որը որ շատ նորմալ է, եթե դիմացդ կանգնած չէ դերասան, մասնագիտությամբ ու չգիտի այդ աշխատանքի նյուանսները, այդ դեպքում գուցեև իրոք ամեն ինչ գնա վատ։ Ինչպես եւ ցավոք այո շատ դեպքերում լինում է։ Իսկ որպես դերասան դուք ունեք տաբուներ, որոնք երբեք չեք անցնի։ Բնականաբար գուցեև ինչ որ բաներ կան, բայց կարծում եմ դերասանի մասնագիտության հետաքրքրությունն ու առանձնահատկությունը հենց կայանում է նրանում, որ եթե կա արդարացում ու եթե կա ճիշտ վերլուծություն, ճիշտ ձև այդ ամեն ինչի մոտենալու, կարծում եմ չկան սահմաններ, որոնք չի կարելի անցնել, որովհետև դերասանը հենց դրա մասին է, որ պետքա ցույց տա էկրանից կամ բեմից ինչ որ բաներ, որոնք դու չէիր անի կամ դու չէիր պատկերացնի, որովհետև պետքա դա տեսնես, որ մտածելու տեղի կունենաս։ Հետաքրքիր է, գիտեք որն է, որ տարիներն անցնում են ու թվում է թե մեր հայկական մենթալիտետը գոնե դերասանների մոտ պետք է փոխվի այդ առումով։ Նորից կարող եմ օրինակներ բերել, որ մեկ անգամ հարցազրույցի ժամանակ ես ինքս անգամ զարմացել էի հայտնի դերասանուհիներից մեկի այն մտքից, որ վերջինս նշեց համբույրի տեսարանի ժամանակ խնդրեցի օպերատորները դուրս գան, որպեսզի կարողանամ զուգընկերոջս հետ համբուրվել։ Եվ ամենապրիմիտիվ այդ համբույրի տեսարանը մենք ապրում ենք 2026 թվականի 21-րդ դարում, բայց դեռևս որոշակի բարդությունների եւ ինչ չէ նաեւ քննարկումների ալիք է բարձրացնում հենց դերասանների շրջանում։ Ինչով է դա պայմանավորված։ Ռեժիսորի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից, ոչ էսթետիկ մատուցումից, թե պարզապես հայկական մենթալիտետից։ Տեսեք, մենք ոչ էսթետիկ մատուցման խնդիր իրոք ունենք որոշ դեպքերում, բայց ես չեմ հասկանում իրոք այդպիսի դերասաններին, գուցեև դա չվիրավորելով ոչ ոքի, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի սեփական զգացողությունները, գուցեև ինչ-որ մեկի համար կարևոր է, որ այդ դաշտը ստեղծվի առանց օրինակ օպերատորների ներկայության, ռեժիսորի ներկայության, իրոք այդ դաշտը ստեղծվի, որ կարողանա խաղալ, գուցեև։ Ես այդպիսի դերասան չեմ ու նաև կարծում եմ, որ այդպիսի խնդիրները գալիս են ինչ որ ունեցած խնդիրներից նախորդ ճանապարհի ժամանակ, գուցեև դերասանները այդպիսի խնդրի են բախվել ու դա ստեղծել է հենց այդ բարիերը, որովհետև իրոք մեզ մոտ կա խնդիր ներկայացնել համբույրի տեսարան, անկողնային տեսարաններ, ներկայացնել ճիշտ ու էսթետիկ, որովհետև մենք ունենք այդպիսի դեպքեր, եւ դրանք եղել են գռեհիկ, եւ իմ կարծիքով կինոն ընդհանրապես դրա մասին չէ, եթե իհարկե դա էլ արդարացում չունի։ Կան դեպքեր, երբ որ հենց գռեհկություն է պետք։ Շատ բարի։ Եվ քիչ առաջ ինչպես նշեցի, երգիչ դերասան, դուք ունեք բազմաթիվ երգեր, դուք մասնակցել եք տարբեր մրցույթների։ Սուրեն, ուզում եմ խոսենք ի սկզբանե մրցույթների մասին։ Դուք համարում եք ձեզ մրցույթային երգիչ։ Ինչ որ չափով այո։ Ես շատ եմ սիրում մրցույթների մասնակցել։ Ինչ է տալիս այն ձեզ։ Նախ ադրենալին, որը անսահման քանակությամբ է, որը երբեք իմ կարծիքով ոչ միտեղ ես չեմ զգացել, դա զգում եմ նաև թատրոնում, բայց սա մեկ այլ զգացողություն է։ Մանավանդ երբ որ դու մասնակցում ես բավականին մեծ բեմում մրցույթի ու առավելևս երբ որ ներկայացնում ես երգիր, դա շատ ավելի մեծ պատասխանատվություն է, ադրենալինի մեծ չափականակ, որը ուղղակի տեղում դու պետք է հասկանաս, թե ոնց հաղթահարես։ Դրա համար ես ինչ որ չափով ինձ համարում եմ մրցութային երգիչ, որովհետև ձեզ միայն զարգացնում է։ Շատ դեպքերում, երբ չես զբաղեցնում առաջին հորիզոնականը կամ մոտ չես հաղթանակին, երգիչների մոտ բարդություններ են առաջանում, փակվում են, փոշմանում են եւ հետ են կանգնում։ Ձեր դեպքում պատկերը բոլորովին այլ է։ Դուք կարծես թե չեք հոգնում եւ հնարավոր բոլոր մրցույթներին ձեր ներկայությունն ապահովում եք։ Փորձում եմ ամեն դեպքում։ Չէ, հնարավոր բոլոր չէ, անկեղծ կասեմ, եւ բնականաբար ինչ որ մի ժամանակ անց հասնում ես մի էտապի, որ կա արդեն տարանջատում, թե ինչպիսի մրցույթների այլևս չես մասնակցի եւ ինչպիսի մրցույթների կմասնակցես։
Խոսքս նորմալ մրցույթների մասին էր։ Չէ, կան շատ նորմալ մրցույթներ, օրինակ, որոնց ես չեմ մասնակցի հիմա։ Օրինակ, հեռուստատեսային հիմա գնացող հայկական ասպարեզում եղած հեռուստատեսային մրցույթներին հիմա ես էլ հաստատ չեմ մասնակցի, որովհետև ես կարծում եմ, որ այդպես էտապներ կան, որոնք պետք է անցնել։ Հիմա օրինակ ժամանակն է, որ այդ մրցույթներին մասնակցեն շատ ավելի երիտասարդ, նոր սկսնակ դեմքերը, որոնք ռեալիզացվելու կարիք ու տեղ ունեն։ Ես հիմա շատ ավելի մեծ մրցույթների մասին եմ ինչ-որ չափով մտածում։ Այնպես չի, որ օրինակ անկեղծության համար ասեմ, տանը նստած մտածում եմ հիմա ինչ մրցույթի մասնակցեմ, բայց երբ որ այդպիսի հնարավորություն լինում է, ինչու ոչ։ Դա միայն զարգացում է, միայն եթե մանավանդ դրա միջազգային հարաբերություններ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, տարբեր ազգերի մշակույթների հետ շփում, փոխանակում, մշակութային հրաշալի բան է մրցույթը։ Մրցույթներ, թատրոն, տեսահոլովակներ, երգեր եւ բենդ։ Ստեղծեցիք ձեր բենդը, ուզում եմ վերադառնանք կյանքի ձեր այդ փուլ։ Չկար արդյոք վախ, որոշակի առումով չհաջողվելու, պահանջարկ չունենալու, որովհետեւ այսօր շատ են Հայաստանում բենդերը, շատ են ակումբներն ու ռեստորանները, սակայն շատ չեն այցելուները։ Այո, դա խնդիր է։ Բնականաբար մտավախություն կա, բայց ես չգիտեմ ոնց է դա եղել եւ չգիտեմ ումից է դա եկել ինձ, գեներով է եղել, թե ինչ-որ մի էտապում, ինչ-որ մի բանից եմ ես դա սովորել, բայց իմ կյանքում միշտ ստացվել է այնպես, որ եթե ես ինչ-որ բան պլանավորել եմ ու իրոք մտադրությունը ունեցել եմ դրա, ես երբեք այդպես շատ չեմ վախեցել ու չեմ մտածել, որ դա չի ստացվի, որովհետեւ միշտ որոշել եմ անել Ինձ մի շատ լավ խոսք են մի անգամ ասել, բավականին պարզ, բայց շատ խորը, ասել են փորձիր, մաքսիմում չստացվի։ Այսինքն դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա, կարելի է փորձել, մանավանդ երբ որ դու դրան մոտենում ես պրոֆեսիոնալ տեսանկյունից ու պրոֆեսիոնալ ես փորձում անել քո գործը, իրոք հավանականությունը քիչ է, որ չի ստացվի։ Մեր դեպքում Darwin's Project-ի դեպքում բենդը շատ միամիտ է էլի ստեղծվել, իմ ամեն ինչ միամիտ է ստացվում, ոնց հասկացաք, միամիտ է ստեղծվել լրիվ այլ անունով, լրիվ այլ տեղի բացման արարողության հետ կապված, որտեղ որ ես աշխատում էի, եւ հետո ուղղակի ես հասկացա, որ բենդը հետաքրքիր է, կարելի է զարգացնել։ Ու երաժիշտները հաստատ կհաստատեն իմ խոսքը, որ երբ երգիչը սկսում է աշխատել լայվ նվագակցությամբ, դրանից հետո շատ բարդ է լինում հետ գալ այդ մինուսներին։ Եվ ես հասկացա, որ ինձ պետք է շարունակել այդ բենդով զբաղվել, ես նաև բենդի պրոդյուսերն եմ եւ շատ հետաքրքիր ձևով է իրականում բենդը զարգացել։ Իմ մոտ անընդհատ լինում էր պահ, երբ որ ես բենդի անդամներին հավաքում եմ, ասում եմ երեխեք, օրինակ հաջորդ ցելը որն է, հաջորդ կետը, որին պետք է հասնել։ Օրինակ այս փառատոնը, եթե մենք այս տարի դա չարեցինք, ուրեմն փակում ենք բենդը։ Ու սկսում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Ամենահետաքրքիր մի բանը պատմեմ, դա առաջին անգամ ասելով ոչ ոք չգիտի դրա մասին, թե ոնց է Darwin's Project-ը ընդհանրապես մտել ասպարեզ։ Ես այդպես մտածեցինք եւ կար մի վայր, որտեղ լայվ բենդեր էին նվագում բավականին բարձրաճաշակ եւ տարիների ընթացքում կայացած բենդեր, եւ մենք լինելով սկսնակ բենդ ուզում էինք այդտեղ նվագել։ Եվ ես հասկացա, որ հնարավոր չէ, որովհետեւ փորձ արել էի եւ մերժում էի ստացել։ Դրանից հետո իմ բոլոր ծանոթներին ասացի, եղեք կարող մեկ շաբաթվա ընթացքում տարբեր ժամերից զանգեք ու ասեք, այս բենդը երբ ունի այդտեղ համերգ։ Դες մարքեթինգային ինչ-որ լուծում էինք, որ ցած տանենք։ Այդպես զանգերը բավականին մեծ ուղղությամբ, այդ նույն ուղղությամբ եղան եւ դրանից հետո ես իրենցից ստացա զանգ, որ կարող ենք համագործակցել եւ ես այդպես տեսնեմ երբ հարմար այդպես մեր մուտքը եղավ։ Հետո ստացեց այնպես, որ մենք դառանք ռեզիդենտ այդ հաստատության։ Եվ այդտեղից սկսվեց մեր ճանապարհը։ Իսկ զանգեր իրականում լինում էին արդեն։ Զանգեր առաջին համերգից հետո անկեղծ էլ չի եղել, որ մենք կազմակերպենք այդ զանգերը եւ մինչ օրս մենք ունենք մեր մշտական հանդիսատեսը, մենք ունենք մարդիկ, ովքեր առանց չափազանցնելու մեր բոլոր համերգներին նստած են, բոլոր համերգներին ու կապ չունի թե դա ինչ հեռավորությամբ է իրարից այդ համերգները, նրանք միշտ նստած են այդ համերգներին ու լսում են շատ սիրով, միայն ոգևորում են։ Սրան շատ ուրախ եմ իրականում, թող այդպես հերթականությամբ զբաղեցնեն բոլոր ձեր հետևորդները, տարբեր ռեստորաններ ու ակումբներ, որտեղ կներկայանա ձեր բենդը։
Ես հետևելով ձեր երգերին նկատեցի տեսահոլովակ, այսպես ոչ այդքան տեսահոլովակ, ավելի սիրողական ոճի նկարահանած գաղտնիք ու կարոտ։ Եվ ես հասկացա, որ այդ երգը ոչ միայն հիշատակ է, այլև խոստովանություն։ Այն նվիրված է ձեր քրոջ հիշատակին։ Խնդրում եմ անկեղծանալ որոշակի այդ առումով եւ կիսվել ձեր հետևորդների հետ, արդյոք դժվար չէր ստեղծագործել այդ ժամանակ եւ այդ պահին ամենադժվար բանը որն էր այդ ստեղծագործությունը կյանքի կոչելիս։ Գիտեք, իմ կարծիքով այդպիսի կյանքի իրավիճակներում ոչ թե դժվար է, այլ շատ ավելի հեշտ է ստեղծագործելը, որովհետև հենց իրական էմոցիաներն են, որ ստեղծագործում են, մեր փոխարեն հենց իրական էմոցիաներն են, որ ինչ-որ նոր բան են ստեղծում։ Շատ ավելի բարդ է դա ներկայացնելը։ Հետո, երբ որ օրինակ հենց այդ երգը ես պետք է կատարեի մի անգամ կենթանի կատարմամբ, քրոջս Տաթևին նվիրված համերգի ժամանակ, դրանից բարդ բան ես շատ քիչ եմ ունեցել իմ կյանքում, իրոք շատ բարդ է դա անել, մանավանդ երբ որ էմոցիաները թարմ են։ Բայց կարծում եմ, որ դա լավագույն միջոցներից թվում է ինչ-որ էմոցիաներով կիսվելու, դուրս հանելու որոշ բաներ, որոնք որ ներսում էին, ու լավագույն տարբերակն է վառ ու ակտիվ պահելու այդ հիշողությունը։ Այսինքն, որ միշտ կարող ես դու այդ երգը միացնել, ուղղակի լսել, վերապրել, հիշել լավ պահեր, հիշել տխուր պահեր, որովհետև կա չէ այդպիսի արտահայտություն, որ մարդիկ ապրում են այնքան, մինչև դու ինչքան որ դու նրանց հիշում ես, ինչքան որ նրանց մասին մտածում ես, ու կապ չունի դա միայն լավ պահերն են, վատ պահերն են։ Այս դեպքում, հա, բավականին մեծ բարդություն կար, բայց հաղթահարելի են, քանի դեռ մենք կանք, քանի դեռ ապրում ենք, յուրաքանչյուր բարդություն հաղթահարելի է։ Սուրեն, դուք այն դերասաններից եք, ով շատ քիչ է խոսում իր անձնական կյանքի մասին։ Սովորաբար հեծանիվ չեմ հորինի, որ ասեմ Հայաստանում դերասանի ստեղծագործական կյանքը այդքան չի հետաքրքրում, որքան անձնական կյանքը, օրվա ապրուստը, կերած ճաշը եւ հագուստը։ Եվ շատ դերասաններ որոշակի առումով օգտվում են այդ առիթից ու իրենց ռեյտինգն ավելի բարձր պահելու համար շատ ակտիվ կիսվում են, որոշ դեպքերում նաև կեղծ լուրեր են հրապարակում, ասեկոսեների առիթ են տալիս։ Դուք չեք պատկանում, կարծես թե դերասանների այդ ճյուղին։ Ինչու չեք խոսում ձեր անձնական կյանքի մասին։ Տեսեք, վերադառնալով այն հարցին, որ գուցե մենք տեղ ունենք դերասաններս տրենդի մեջ լինելու, զարգանալու, գուցեև դա իմ սխալներից է, բայց ես ուղղակի չեմ սիրում անձնական կյանքը բացել, բարձրաձայնել, քանի դեռ այդտեղ չկան հստակ ու լուրջ փոփոխություններ։ Այսինքն բնականաբար բոլորիս կյանքում լինում են ինչ-որ էտապներ, փոփոխություններ, մարդիկ, ովքեր հայտնվում են, մարդիկ, ովքեր կորում են եւ բացակայում են։ Ես չեմ գտնում, որ դա պետք է բարձրաձայնել, քանի դեռ դա լուրջ չէ, քանի դեռ դրա մասին այն էտապը չէ, որ պետք է բոլորը իմանան։ Բնականաբար ես, երբ որ իմ կյանքում լինի այդպիսի մի բան, որ ես հստակ վստահ լինեմ, ես շատ մեծ ցանկություն կունենամ իմ հետևորդների, իմ երկրպագուների, չգիտեմ, հանդիսատեսի հետ կիսվել դրանով, որովհետև ես իրոք սիրում եմ այն էմոցիաները, որոնք որ ապրում են իմ հետևորդները յուրաքանչյուր մի նոր բանից։ Եվ շատ գնահատում եմ բոլոր այն նամակները, բոլոր այն վերաբերմունքը, որ նրանք իմ հանդեպ ունեն։ Դրա համար եթե լինի այդպիսի փոփոխություն, բնականաբար դա կհայտարարվի, բայց այս պահին չեմ գտնում մի բան, որը որ արժե բարձրաձայնել։ Երևի հենց դրանում եմ պատճառը, որ չի խոսվում։ Հասկանալի է։ Ես նկատել եմ նաև, որ կուլիսներում կամ թատրոնի անատոմիա ներկայացման մեջ կան մանավոգներ, որտեղ որ դերասանները խոսում են իրենց կյանքի
պատմությունից, այսինքն եթե ես դա ճիշտ եմ հասկացել։ Օրինակ Մխիթարը պատմում էր, որ ինքը շատ դժվար է դարձել դերասան, Լուսաստղի շիշ է խաղացել, Սենիկը պատմում էր իր ուսանողական սիրո մասին, իսկ դուք նշել եք, որ հեռավորությունը մեզ չի բաժանի։ Ուշադիր եմ։ Այո, ուշադիր եք։ Բաժանեց։ Բաժանեց, թե չբաժանեց, թույլ տվեք չասել, բայց կան էմոցիաներ, որոնք ոչ մի հեռավորություն չի բաժանի եւ դրանք միշտ մնայուն են։ Չեմ ցանկանա իրականում այդպես խորը բացել այդ թեման, որովհետեւ բավականին բացված է արդեն ներկայացման մեջ եւ դրանից ավել, քանի որ դա միայն իմ անձնական կյանքը չէ, յուրաքանչյուր անձնական կյանք դա երկու մարդու պատմություն է։ Ինձ թվում է այդքանով կբավարարվեմ, որովհետեւ միշտ հանդիսատեսը այդ մոնոլոգից հետո հաստատ ստանում է այն հարցի պատասխանները, գուցե ոչ միշտ ճիշտ, բայց ինչ որ չափով ստանում է հարցի պատասխաններ։ Շնորհակալ եմ ամեն դեպս որոշակի առումով բացելու համար փակագծերը եւ հաղորդման վերջում ուզում եմ իմանալ, թե ձեզ համար որն է բացարձակ արժեք։ Ինձ համար կարծում եմ բացարձակ արժեքը ազնվությունն է, ընկերությունն է։ Ես միշտ նշում եմ, որ ընկերությունը ամենաբարձր արժեքն է հենց կյանքում, որովհետև դա հենց մենք ենք ձեռք բերում։ Առանց ինչ-որ մեկի օգնության, առանց բարեխոսումների, առանց այդ ծանոթ, խնամի բարեկամների, քո ու դիմացինիդ արժեքով, ձեր նույն ալիքի վրա լինելով ու հոգեպես իրար ազնիվ լինելով։ Դրա համար դա իրոք բացարձակ արժեք է, բայց ոչ միայն ընկերության մասին է այդ ազնվությունը, եւ աշխատանքի մեջ, եւ անձնական կյանքում, եւ ընկերության մեջ, եւ ուղղակի մարդը մարդու հետ։ Ազնվությունը իրոք սեր է ծնում, իսկ սերը մենք գիտենք, որ բացարձակ արժեք է։ Ու շատ են խոսում, որ դուք շատ լավ ընկեր եք։ Ես միայն երջանիկ եմ, որ այդպիսի տպավորություն եմ թողում։ Շնորհակալ եմ Սուրեն գալու համար, շնորհակալ եմ հետաքրքիր ու պրոդուկտիվ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, մերսի։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։